Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են Ուղղորդում ենք այնտեղ, որտեղ որ իրենց հարկավոր է։ Կլինի Խոսրովի անտառ, կլինի Քարերի սիմֆոնիա։ Լավաշ թխում եմ արդեն 25-26 տարի։ Հաճույքով չթխեցիր, լավաշ չես ստանա։ Հազար քառակուսի մետրը գերանտիով քաղելու համար լուառնվազը 2 օր կտանջվես։ Իսկ սրանով 1000 քառակուսին կարաս մի 3 ժամում քաղես պրծես։ Մալյոկի կթելը, բեղմավորելը, տնից սկսել ենք ու հետո 1996 թվին իջել ենք ձորը։ Ես Երևանցի եմ, բայց արդեն 35 տարի ապրում եմ Գառնիում։ Ոնց եկել եմ Գառնի գյուղ, մի տաբլետկա ես դեղ չեմ խմել։ Գառնի, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, Երևան քաղաքից 28 կիլոմետր հեռավորության վրա, գտնվում է Ազատ գետի աջափին, Հովտում, հայտնի է նույնանուն հեթանոսական տաճարով։ 1225 թվականին այստեղ է տեղի ունեցել Գառնու ճակատամարտը, ավերվել է 1679 թվականի աղետաբեր երկրաշարժից և նորից վերականգնվել է 1828-ից 1829 թվականներին Պարսկահայաստանից գաղթած հայերի կողմից։ Բարի գալուստ Գառնիի տեղեկատվական կենտրոն։ Ես տեղեկատվական կենտրոնի օպերատորն եմ։ Այստեղ այցելում են զբոսաշրջիկներ, ում որ ես ուղղորդում եմ այնտեղ, որտեղ որ պետք է, այսինքն այդ պահին, եթե նրանք տեղեկացված են եկել, ես ուղղակի տալիս եմ քարտեզը, ցույց եմ տալիս վայրերը, որտեղ որ իրենց հարկավոր է այցելելու ուղղորդում եմ, Եվ տրամադրում եմ ինֆորմացիա նաև։ 15 տարի է արդեն մենք գործում ենք, օգնում ենք գիշերակացի հարցում, ունենք գործընկերներ, նաև եթե անհրաժեշտություն է լինում, տրամադրում ենք այցեքարտերը։ Շատերը տեղեկացված են, արդեն իրենք գնում են, նաև կարող է քայլելուց օրինակ տեսնեն ինֆորմացիոն կենտրոնը, իրենք անմիջապես մտնեն, լինում է նաև մեր կայքով մեզ կարողանում են գտնել։ Գալիս են այդ ժամանակ նորից ես ուղղորդում եմ, որտեղ գնան, որտեղ այդ մուծումները անեն, ճանապարհը նաև ցույց եմ տալիս, որպեսզի չմոլորվեն ու գնում են այնտեղ, որտեղ որ իրենց պետք է անհրաժեշտ է։ Լինում է նաև ձիերով, եթե ունենում են կարիք, իհարկե նաև տրամադրում ենք ձին, 1 եւ ավել, նայած քանի հատ կուզեն։ Պայմանավորվում են որոշված կոնկրետ ժամին, գալիս են ու ուղղորդում ենք այնտեղ, որտեղ որ իրենց հարկավոր է։ Կլինի Խոսրովի անտառ, կլինի Քարերի սիմֆոնիա։ Հայաստանի հնագույն բնակավայրերից է, խորենացին նրա կառուցումը վերագրում է Հայկ Նահապետի ծոր Գեղամին, իբր վերջինիս թոռան Գառնիկի անունով էլ կոչվել է Գառնի։ Գառնին վերականգնել է Տրթատ Աթաքավորը, որի թողածունարեն արձանագրությունում այն անվանված է անառիկ ամրոց։ Լավաշ թխում եմ արդեն 25-26 տարի։ Թխել սովորել եմ մայրիկիցս, հետո կեսուրիցս։ Եթե սիրով չարեցիր, սկզբից խմորը հաճույքով չթխեցիր, լավաշ չես ստանա։ Շատ բան է կախված խմորից։ Լավ խմորից լավ լավաշ է թխվում։ Պստիոդեն բեյտավին, հարսին տեսերին, տեսատեսին կոպկոպքի, էգան նստան խնջույքի, տեսատեսին
Արտաշեսյան եւ Արշակունյաց թագավորների օրոք Գառնին եղել է նշանավոր ամրոց։ Գառնին թերևս մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակում եղել է Հայաստանի անասնապահական երկրագործական բնակավայրերից մեկը։ 4 կողմից սյունազարդ է, սյուների թիվը 24։ Հեթանոսական տաճարը կառուցվել է առաջին դարի երկրորդ կեսին, ամրոցի վերակառուցման շրջանում։ Yarni khoro taydanam tanam na sener varnem tum tanem taydanam tanam na Խոտը ընձում ենք մաքրության համար, այգին որ մաքուր լինի, հիվանդությունները քիչ լինի։ Հետո անասնակերը։ Կանահաճացավ ծառնի խնգի Վատա այնքանով, որքանով որ միջատները բանը հեշտ բարձանան ծառ։ Սրսկելը օգնում է, բայց դե ծառն է սրսկում, իսկ խոտի վրա չէ սրսկում։ Ինքը ապահով տեղ է ման գալիս, որ խոտի վրա մնա, հետո սրսկում անցնի, ինքը նորից բարձանա ծառ։ Օծ չելնի, որ քայլում ես այգու մեջ, եթե խոտը քաղաց չի, ոտը դրիր կարող օծը։ Դե տեխնիկան հեշտացրել է, շատ է հեշտացրել, ոչ թե այսօր փոխարինել է գերանդին։ Գերանդին ահավոր է գերանդին։ Ամբողջ օրգանիզմը ֆիզիկապես չի ընդարգում, բայց սրանով հանգիստ է։ 1000 քառակուսի մետրը գերանդիով քաղելու համար դու առնվազն 2 օր կտանջվես, 2 օր։ Իսկ սրանով 1000 քառակուսին կարաս մի 3 ժամում քաղես պրծնես։ Գերանդին ամեն ծեծելուց հետ չագուչով արդեն թևը հոգնում։ Մենակ ծեծելուց որ պիտի քաղես։ Մի 10 անգամ օրվա մեջ ծեծում ես գերանդին։ Ծեծում ես որ սուր սրվի։ Իսկ ինքը էլ կարիքը չունի, քաղեցիր ու գնա։ Տեխնիկայի դարա, առաջ խրխիով էին ցախ կտրեմ, հիմա դրուժում են։ Սեկատորներ կա հիմա էտելու։ Էտելու գործիքները, հիմա ծառը էտում ես, էլեկտրական սեղմեցիր էտեց, իսկ ինչքան էներգիա ես ծախսում, որ մկաններդ արդեն հոգնում է։ Դե տրակտորը փոխեց գութանին 90-ական թվականներին, երբ որ հողը նոր էին բաժանել, տեխնիկան չէր բավարարում։ Ասենք ցանում էիր, հետո պիտի մենք տապ ենք ասում։ Սերմը ցանեցիր, ակոսը տրակտորը վարեց, ակոսների մեջ տապը չկար։ Զաբորի սետկեքը լցնում էինք, քարը լցնում էինք վերեն, ռեմենները գցում էինք մեզ, տապում էինք, որ ասենք բերքու բարիք ելներ, սետկեից զաբորի սետկա էինք տանում, որտեվ մի 3 մետր երկարությամբ դե 1.80 լայնությունն է, քարը էինք լցնում վերեն, որ ծանր ելնի, որ ինքը ակոսները հարթեցնի, սերմը ծլի։ Չկար տեխնիկա, չկար, այսինքն չէր բավարարում, մի տրակտոր էր, ես իմ քանի 1000 հեկտար տարածք է, պետք է սպայեսեի 5 օրով, իսկ դու սերմը ցանել ես 5 օրով չես կարա։ Եղանակա, թռչուններ են, մեկ էլ ամիսա տանում են, ամեն ինչ։ Այն ժամանակ ասենք, երբ որ կոմբայնը չկար, կարծում էին, խաղում էին ձեռով, մանանդի էր կոչում այդ գործիքը։ Մեր մանգաղն է, տեսած կլնեք մանգաղը երևի։ Մանգաղն է ուղղակի ինքը կեռիկ է, որ հավաքի։ Դες չոքերին բան էին կապում, չոքեչոք, խաղում էին, հետո կարծում դնում էին, հետո նոր դեն ժամանակ որ կոմբայն չկար, բերում էին տուն, եզներով կալ էին անում, այդ կալը որ առաջացել է հենց այդ բալից։ Իրանք դեզում էին, փռում էին, եզներին բրախում էին վերեն, այսենց եզները ֆռում էին, ոտների տակ այդ ծեծում էր, գարին կամ ցորենը։ Այդ է կոչում էր կալ։ Սուպրեն բրած կար, խորոված կան, միրգիրի շապնդի, ուստա չալե։ Բոստանումս մաղդանոս, ինչ ասեցի էգարհոս, քո մտքինը հասկացա, քո ուզածը չգահոս, քո մտքինը հասկացա, քո ուզածը չգահոս, մեր քաղաքի ման
Ոչերը մեր քաղաքի Ես Երևանցի եմ, բայց արդեն 35 տարի ապրում եմ Գառնիում։ Երեխեք եմ պսակել, աղջիկներ, թորներ, թորս բանակում է, հեսա գալիս ամսվա վերջին, ընդել ասում են, մի աշխատի, թոշակառու ես։ Չաշխատեմ, չի, ես չեմ կարա չաշխատեմ։ Ես 75 թվից գործի վրա եմ, մինչև օրս։ Ոստանումս մաղադանոս, ինչ ասեցի էգարհոս, քո մտքինը հասկացա։ Աստագիտությամբ շինարար շատ ուժեղ, ֆունդամենտից մինչև վերջ շենքեր ենք սարքել, տներ ենք սարքել, բայց մի 25-30 տարի պարկետի գործ եմ արել, պարկետ ենք հպել բոլոր թազատներում։ Դուպրեն բրած կար խորոված կան միրգիրի շապնդի ուստա չալ է Տրակտորներ կան, որ խաղում են, սս ծորը անում, ինքը իրան ոյ է բոյ, ու հետևից ինքը տուկ հապքելով է թմա տուկ անում, հանում թափում դուս, ստե դες բան մեկ ծորա էլի, տեխնիկա մտնելը։ Ինձ ասում է դու գնացիր Գառնի հողագործությամբ ոնց կզբաղվես, հիմա այգի չեն մշակում, պետք է մշակես որ ուտես։ Ոնց եկել եմ Գառնի գյուղ, մի տաբլետկա ես դեղ չեմ խմել, ոչ էլ բժշկի եմ գնացել։ Գյուղում կանգուն է նաև Գառնիի կամուրջը, որը կառուցվել է 11-րդ դարում եւ Գառնին կապում է հավաց թառ վանքի հետ։ Ես Գառնիի բնակիչ եմ։ Փորձում ենք զարգացնել մշակույթը եւ աշխատատեղեր ավելացնենք։ Մեր տնօրենը կարոտից դրդված վերադարձավ Հայաստան, փորձեց տարբեր ոլորտներում, բայց հասկացավ, որ պետք է տուրիզմը զարգացնի Գառնիում։ Տնօրենը ապրում էր Ամերիկայում 30 տարի, վերադարձել է ամբողջ ընտանիքով։ Մանգաղը ես այեցի, ծոյնի արգը քաղեցի, մանգաղը ես այեցի, ծոյնի արգը քաղեցի, աղջի ջերմակ ճագատի, ոսկիները շայեցի, ոսկիները շայեցի, աղջի ջերմակ ճագատի, ոսկիները շարեցի, ոսկիները շարեցի, իր աղջի գնորի մեզ, մի կղանացանի մեզ, իր աղջի գնորի մեզ, մի կղանացանի մեզ, Սուպրեն բրած կար խորոված կան միրգիրի շապը
Սաղ ընտանիքով տան մեջի գործ ենք անում 300 քառակուսի բասեյներ էր, դրանից հետո անցանք բանի։ Մալյոկի կթելը, բեղմավորելը, տնից սկսել ենք ու հետո 1996 թվին իջել ենք ձորը, մեծացրել ենք, սկզբից ձուկ ենք արտադրում։ Հետո ցինք բռնենք, որ տեղում մենք էլ կարանք սարքենք եւ վաճառենք։ Քիչ-քիչ քարը-քարին դնելով մի ձկանից մի փոքր 300 քառակուսի բասեյներով եկա վաճառ այսքան բանի ասան։ Ռուսներ էլ կան, հայություն էլ կան, ամբողջ Ամերիկայա, Ֆրանսիա, Գերմանիա, ինչքան հայություն կան, այստեղ ճանաչում են, գալողը գալիս է այստեղ օգտվում է։ Իշխան, կարմխայտ, որ մենք ենք արտադրում։ Բազմացնում, բաց ենք թողում, իկրան կթում ենք, բեղմավորում ենք, աշխատանք ենք տանում, ստանում ենք ձկնկիտը մի քանի տարի գալիսով հանում ենք վաճառ։ Ինկուբացիան սառնա, ինքը վարակը քիչ ալնում, բայց գալում է արդեն ձուկը, որ բդա աճի, իր սառնության պահով ինքը երկար ատևում իր աճը, ձմեռացում ատենեմ, սառել ատենեմ։ Քարերի սիմֆոնիա կամ բազալտե երգեհոն, բնական հուշարձան Ազատ գետի Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում։ Բնության կողմից կերտված գետի վրա կախված այցյունների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ բազալտե երգեհոն։ Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով։ Շապնդի, ուստա չալե Ովչի ուզի կտրիչ լավոն ավալի Սուպրեն պրած կան, խորոված կան, միրգինին շապնդի Ովչի ուզի կտրիչ լավոն ավալի